Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ինչպես տեսնում եք շատ-շատերի ծանոթա չէ, այս տեսարանը Ձյունառատ Երևանում եմ գտնվում, հազվադեպ ա լինում, որ Երևանում էլ ա ձյուն տեղում, այսօր ամսի 29-ն ա, շատ տան տնտեսուհիներ տարբեր գործերի մեջ են, այնպես չի, որ ես պարապ եմ, ես էլ եմ գործի մեջ ու ուզում եմ ձեզ էլ ինձ հետ մասնակից դարձնել, իսկ ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, թե եթե խոհանոցում ենք, մի համեղ բան պատրաստում ենք, բայց մինչ պատրաստելուն անցնելը, սիրելի հետևորդներս, ուզում եմ իմ խորին, ջերմ, ի սրտե շնորհակալության խոսքը հայտնել, ասել, հղել ձեզ, ձեր լավ խոսքերի, գրառումների, բաժանորդագրվելու և ամեն լավ բաների համար շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրիցդ անձ առ անձ։ Հիմա ինձ թվում է այս տարվա վերջին տեսանյութը կլինի, միգուցե տեսնենք, միգուցե տանն էլ ինչ-որ մի բանով կիսվեմ, բայց ուզում եմ ձեր հետ կիսվեմ բավականին հին ու բարի ժամանակների բաղադրատոմսով, մեր տատիների բաղադրատոմսով սիգարետի խմոր ենք անելու, ընդամենը 3 բաղադրիչ, ունենում ենք փափլիկ, փխրուն, նուրբ ու համեղ խմոր, սիգարետ ենք թխելու։ Ուրեմն սա այն խմորն է, որ պատրաստում են և շերտավոր խմորով, և սովորական կարագով խմորով։ Իմ առաջարկած տարբերակը կարագն է։ Ինձ էլ ասեց պատրաստեմ Ալան, իր մամայի բաղադրատոմսն է, այսինքն իմ սկեսուրի։ Դա ինչ անենք, անցնենք գործի, գնանք դեպի խոհանոց ու արագի մեջ, սիրելի հետևորդներս, սկսենք պատրաստել։ Ինչ ենք անում, առաջին հերթին մի հատ բաժակ եմ ուզում գտնեմ, բայց այդ չափի բաժակ դժվար գտնեմ։ Եկեք, ուրեմն ելքը ուրիշ ձևով գտնենք։ Այսենց կանեմ։ Այստեղ կարևորը գործողությունն է, ոչ թե մյուս բաները։ Սկզբի համար, տեսեք, ինձ մոտ կես կիլանոց բանկայով թթվասեր է։ Ես իրա կեսից մի քիչ ավելը հանեմ, այսպես, մի 350 գրամի չափով հանել եմ, սիրելի հետևորդներս, քանի որ ուզում եմ թթվասերը ակտիվանա, մի գտալ էլ սոդա, սա էլ ստեղ տնենք ու այսենց անենք։ Սա մինչև արդեն ակտիվանա, այստեղ ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքսեջում, գիտեն, որ այս տանը ամեն ինչը տնական, բնական, այստեղ իմ մոտ տնական կարագ է, նախորոք հալեցված, սառնարանից հանված, սենյակային ջերմաստիճանի դառած, մի 300 գրամի չափով էլ կարագ եմ վերցնում, սիրելի հետևորդներս, ու այսպես ձեռքով տրորում։ Պատառաքաղի օգնությունով հապկեցնում ենք, այսպես։ Այստեղ ունենք ալյուր, որ արդեն իրիկունը մաղել էի պատրաստել,
ու բերանը պապկպեր ու տեսեք թթվասերը արդեն դե պարզավոր պիտի ակտիվանա, սա այն խմորն է, սիրելի հետևորդները, որ ոչ ձու ենք օգտագործում, ոչ էլ շաքարավազ, շաքարավազը դե պարզա, միջուկի հաշվին խմորեղենը արդեն իսկ կքաղցրանա, ձուն էլ պետք չի, սա հին ու բարի ժամանակների բաղադրատոմ սա, արդեն իսկ ասեցի, չէ, այսպես արագ, որ ասում են 1, 2, 3 ու խմորը պատրաստ է, հավատացեք, սա հենց այդ տարբերակն է, այսպես, հիմա ալյուրն ենք ավելացնում ու ալյուրի հարցում մի քիչ ուշադիր ենք լինելու, որ շատ պինդ, ռեզինի նման խմոր չստացվի, հա, և իհարկե մատանից կհանեմ ու կսկսեմ ձեռքերով խմոր հունցել, մի 5 րոպե հունցելու ենք, որ տարաքը բացվի, հալվի ու մեր խմորի պնդությունն ու խտությունը կարողանանք հասկանալ, այսպես, այսպես, սիրելի հետևորդներ, վերջ, տարաքով, փափլիկ, անուշաբույր, լավ խմոր ենք ստանում, ինչը որ մեզ պետք է, այսպես, մի քիչ էլ տեղափոխեմ սեղանի մակերես, այսպես, վերջ, փափլիկ, ընտիր, լավ խմոր ստացվեց, մի անգամից ծակոտիներն արդեն երևում է ու ձեռքի տակ զգում եք, թե ինչքան ինքը ընտիր ստացվեց, թողում ենք մի 20 րոպե հանգստանա, սիրելի հետևորդներս, բացում ենք, միջուկը դնում և թխում, իսկ արդյունքում ունենք այսպիսի փափլիկ ու ընտիր խմոր, դե ինչ ձեզ ասում եմ ստեսություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ, մինչ հաջորդ բաղադրատոմս։